տեղով որ ողջ են կամ պիտի իրենց թույլտվությունը լինի իրեն այդ Էրնանդես ինքը օրինակ չունեն թարգմանություններ հայերեն կամ Էզալովեսը ճիշտն ասած դեռ չգիտեմ հաստատ որովհետև Իսպանիայում գործընթացները շատ անդաղ են լինում ինքը ցանկություն հայտնեց օրինակ Էլզան ցանկություն հայտնեց որ եթե լիներ տարբերակ հնարավորություն երկլեզու լիներ մի գիրք դա ասեց թե 90 օրինակներ արդեն ասեց 90-ի մոտ ասեց ես արդեն չգիտեմ էլ նոր գիրքը հրատարակեմ թե չէ օրինակ ուզած վերջին հրատարակությունը այս գիրքը եթե լիներ հայերեն ու իսպաներեն լեզուներով բայց դեռ այնտեղ կարող ասենց 2 տարի 3 տարի գնա այդ գործընթաց շատ երկար տարի տեսնենք չգիտեմ մի քիչ բաները բյուրոկրատ համակարգը շատ մեծ է անգամ այդպիսի հայտնի մարդ, որտեղ ամեն մարդում իրենք այդպես մեծանման մեջ չեն անում։ Շատ կան ստեղծագործողներ, գրողներ, այնտեղ ես ինքս դասավանդում եմ երաժշտական դպրոցում։ Ունեմ այդա կարող եմ ինձ երևի կարծում եմ ձեզ հետաքրքիր լինի, որտեղ ինձ հետաքրքիր է։ Այս պահին Հայաստանում սկսվել է ինչ-որ այդպիսի գործընթաց, որ մեծ հասակները, տարեցները ներգրավեն կրթական գործընթացի մեջ, այսինքն իրենք ստանան ոչ այդտեղ կա նաև մասնագիտական կրթություն, ես ունեմ աշակերտուհի, որը հիմա համալսարանում է սովորում, ինքը 60 անց է համալսարանական կրթություն, դու կարող ես մինչև 80 տարեկան էլ ստանաս, այսինքն ինքը պրոֆեսիոնալ, արդեն ինչ-որ բակալավրիատ է ստանալու, չգիտեմ ինչ, բայց ստանում է, որտեղ և զուգահեռ աշխատում ինքը, և գալիս է երաժշտության, չեմ ասի, որ փայլում է երաժշտությունից, բայց նաև համալսարանը որոշել է, որ այս մասնագիտությունները եմ ուզում ստանալ և ստանալ։ Շատ ունեմ ես այդ 13-րդ տարի և շատ ունեցել եմ և ունեմ տարիքային այդպիսի շատ մեծ է դիապազոնը 7 հիմա են դպրոցում որ աշխատում եմ 6-7 տարեկանից են հիմնականում իմ աշակերտներից սկսած ավելի մի քիչ բարձր կան երիտասարդներ, կան դեռահասներ, երիտասարդ 20-30 և կան մի հատ 40 անց, 40 պլյուս, որ գալիս են աշխատանքից հետո և կան մի այլ խումբ 60 պլյուս, որ թոշակառուներն են ու եղել եմ, որ ասենք ասել է տատիկ, ասել ես ամբողջ կյանք երաժշտություն սովորել հիմա այդ բացը լրացնում է, որտեղ իրենք էլ այն սերունդը, որ հիմա թոշակառու են իրենք բավականին բարդ կյանք են ունեցել մենք պատկերացնում ենք, որ Իսպանիա ամեն ճարատություն լիություն պիտի լինի, բայց կոնկրետ այս պահին Մադրիդ քաղաքում շատ մարդիկ իրենք գյուղերից են եկել մարդիկ և այն դժվար դաշտի գործերից սկսած արել են։ Ես ինքս անցյալ տարի որ այդպես իրենց ինտեգրվեի, այսպես ասած, իրենց կուլտուրային գնում էի իմ նույն դպրոցում, որտեղ աշխատում եմ ուրիշ ժամանակ չունեի, իրենք բարի տեսակ ունեն այսպես ասած ակցենտով ազգային, սևիլյանաներ են կոչվում, սևիլյանա ենք ասում, բայց Սևիլյանա են ասում, այդ տարիքը ներգրավել է և ունեինք այնտեղ մեկ այդ տարիքով, որ ինչ-որ չափի բան էի բացատրում, ասեց 3 հարթակետով խաղաղում ձեզ բացատրի, ոնց է 3 այդ չափը 1, 2, 3 չէ, հասցնենք ես մարդ, ասեցինք կոտորակի տեսքով է, ասեց ես կոտորակ չգիտեմ, որովհետև ասեց ես ասեց դաշտում էի աշխատում, ես այսինքն այդ տարիքում ինքը ապահոված է, ինքը հանգիստ, խաղաղիկ կարող է ուրբաթ օրերն էլ ասեցպես հագնված սիրուն կա, բայց ինքը այդ ժամանակ աշխատել է և հիմա իհարկե տարբերություն Հայաստանի, հիմա իրենք այդ տարիքում ապահոված, խաղաղ և անում են ինչ-որ իրենց հաճույք է պատճառում կամ ինչ-որ իրենց դրա կարիքը ունեն իրենք, ընտանիքով գալիս են ամուսինները, օրինակ այդ տարին շատ սիրուն զույգ են և այդպես մի քիչ տարբերություն կա, ես մեկ անգամ էլ քանի որ գրականության բան է, կուզենամ այն ինֆորմացիան, որ իմ երեխաների հետ կապված որպես ծնող եմ անցել, գնում էին էլի ոչ պետական դպրոցին երեխաները, քանի որ էլի այդ ինտեգրման փուլում կան Իսպանիան ունի 3 ֆորմատի դպրոց, պետական դպրոց, որ պետական աջակցություն է, հավանավորչական դպրոց, որտեղ մի մասը անում է եկեղեցու հավանավորություն կարող է լինի, եկեղեցու ինչ-որ
սխեմաներ եւ պանելներ եւ այլն, եւ մյուս մասը պետական հովանավորությունը եւ նաեւ զուգակցված ծնողների ինչ-որ ֆոնդերի աջակցություն, այդ ֆոնդային երկրորդ սիստեմն է եւ երրորդը արդեն հենց զուտ մասնավոր դպրոց իրենց ծրագրերն են տարբերվում, իրենց մոտեցումներն են տարբերում, իմ երկրորդ միջանկյալ այդ դպրոցն են հաճախել, որտեղ նաեւ ուսուցչական խորհրդի մեջ եւ բաները այդ մոխաներն են իրենց բույսերի եւ սենյակ կանեն դպրոցում, հետո նաեւ մասնավոր արվեստի դպրոց կամ մի հետաքրքիր բան, որ օրինակ իմ տղան անցել է այդ փյուղում, ինձ շատ ջրել եկել, իրենց առավոտյան ժամերին, ենթադրենք 8:30 դասը պիտի սկսի, չէ, իրենք պիտի լինեին շուտ, մի 20 րոպե առաջ դպրոցում, նրանց հետո չպիտի լինեն։ Եվ այդ առաջի դասը ժամը, հայկանում չի գործի իհարկե, բայց շատ հետաքրքիր է։ Առաջին դասը երբ հավաքվում են, իրենք պիտի կարդան։ Ամեն մեկ իր կամ պենիցենտերում կամ այդ առաջին դասը ինքը պիտի կարդա, հետո նա սկսում էր առաջին դասը։ Հաղներն են երկներ, բարն են, ոգևոր երկերն են։ Մանավարություն ենք անում, մեր ընդհանուր պարապմունքի է բաղկացություններ, որ այդ դասնոպես է դիսկուսիան։ Մանկավարժական այդ բաներից Լիանը շատ տարբերվում է գիտեմ իր ազատությամբ ինքն են ստանդարտ հայկական դպրոցները չի ժողովների առումով չկային ընդհանուր օրինակ ժողովներ ծնողների միայն չէ ես չեմ ասում դա որպես լավ ես ասում եմ իրականություն այսինքն կար դարեսկզբի ժողով եւ այնտեղ դասղեկները ես դրանք ուղղակի ասում եմ փաստերը շատ բաներ ինձ էլ դուր չի եկել օրինակ որպես ծնող ես ուսուցչին չէի տեսնում ես կարող եմ տեսնել երաժշտական մեկ դասղեկին եթե չունի երեխան որոշակի եւ կապը ծնողի եւ ուսուցչի որ առարկայական ուսուցչի միջև ստեղծում է դասղեկը ես այլ ուսուցչի բայց կազմակերպիչը բայց եթե դուք ուզենաք կտեսնեք չէ ուսուցչի այո հա եթե ծնողը շատ ուզենա կտեսնեք Չէ, այնտեղ ուրեմն ես ինքս ամեն օր եմ ծնողից ճիշտն ասած, որտեղ մենք երաժշտության բնակավարն է, ես ինքս ամեն օր երեխայի միջացնում եմ, բարձրանում եմ, մյուսին եմ միջացնում, բարձրացնում եւ ամեն օր ծնողի հետ այդ կոնտակտը կա, բայց այնտեղ այդ չկա։ Եվ տարվա սկզբում գալիս էին բոլոր ուսուցիչները, հա, իրենք մի հատ ժողովին դասեր ներկայացնես, հա, մեր մաթեմատիկայի ուսուցիչն է սա է, ինչ եւ մենք ունենալ ենք այս տարվա ընթացքում սա եւ մեկ ուրիշ մոտեցում ունենք, Լեանում կարծում եմ այդպես չի, բայց որտեղ մեր մոտ մենք տարանջատում ենք տարական դպրոց, միջին ու ավագ, չէ՞։ Այո։ Եվ կարող է տարական ուսուցիչը լրիվ տանի ինքը տարականի դասղեկությունը, դասվարությունը։ Ես կարծում եմ դեռ այդպես է։ Եվ միջինում կարող ենք մենք ունենալ նույն դասղեկը միջին ամբողջ միջին դպրոցի ընթացքում։ Այնտեղ գոնե ինչ որ ես եմ հանդիպել, իմ երեխաները միջինից դեպի ավագ են այնտեղ հաճախել, էլի չեն գնացել տարական, որ ասեն։ Ամեն տարի դասղեկը փոխվում է։ Ես դա չեմ կարող ասել որպես լավ, բայց դա իրականությունն է, որ փոխվում է, եւ այդ ծնողական ժողովները բացի ընդհանուր այդ առաջինից, հետո արդեն դու դասղեկին ես քո գնահատական եւ այլն ոչ մեկ ուրիշ երեխա չէր իմանում իմ երեխայի գնահատականը Դա լավ է, դա լավ է, դա լավ է։ Դա ասում ոչ մեկ ուրիշ երեխա դա չէր իմանում։ Ինչն էր վատ իմ համար, որ իրենց դե մենք այդքան ինտեգրված չենք, դա էլ իհարկե ասել, իրենց համար հիմա, բայց արդեն այստեղ այս նոր չափորոշիչներով այդպես է դառնում։ Հիմքը եւ հիմնական գնահատումը ոնց որ այստեղ է, չէ՞, տոկոսային արդեն կա։ Գրավոր ստուգողականներն են։ Ես իմ աշակերտներին, քանի որ շատ տարբեր դպրոցներ հաճախող եւ մասնավոր եւ պետական ունեն, միշտ հարցնում եմ։ Իրենք չունեն հիմա այստեղ էլ կարծում եմ մի քիչ կա, բայց դեռ մենք ունենք։ Իրենք գրականությունից անգիշ չեն անում ընդհանրապես։ Հիմա սա միշտ ծնողների մոտ երկակի բան է, չէ՞, ստանդարտ է։ Այն երեխանով որ դժվարանում են, միշտ ծնող ասում է, ինչի պետք է անի։ Ես չեմ դժվարացել, իմ համար հաճելի է, բայց իմ երեխան դժվարացել է։
իրանք չեն արել։ Ես հարցնում, օրինակ Սերվանտեսը ձեր ամենահայտնի հեղինակն Մի է։ պատահի չգիտես, մի բան չգիտեն։ Իրեն չեն, անգիներ չեն անում իրեն։ Գոնե այն ինչ որ ես իմ հետ ասում եմ, որտեղ ինձ դա հետաքրքիր է, ես անընդհատ իրանց տարբեր հարցնում եմ։ Գնահատականը հիմնականում այդ թեմատիկ անցնում են 3-4 թեմա, տարբեր առարկաներից կապ չունի։ Թեման վերջացրեցին, հաջորդ օրը քննության են, այսպես ասած, ինչպես մեր ոնքել, այդ գրավոր քննությունը, այդ 3-4 գրավորների հիման վրա, որ 63% է, ամփոփվում է այդ կիսամյակը եւ հիմնական, հա, այնտեղ կա ակտիվություն, բացակայություն, պարտաճանաչություն, էլի տոկոսային ինչ-որ դասի ընթացքում, բայց որ ասեմ, մեր ուսուցիչները իրենց համեմատ, ես վստահաբար եմ, այդ մի բանը հաստատ շատ են տալիս երեխաներին եւ մեր դպրոցում այդ բանավոր խոսքի միջոցով գոնե ես տենց եմ զգում կարողանում են ավելի շատ բացել այն երեխան, որ օրինակ ունի մի քիչ թերություն, բայց ինքը բանավոր, որտեղ երբեմն այդ գրավորը շատ սահմանափակում է իրանց։ Եղել է դե, էլի մեր, էլի իմ անձնական կենսա բանից եմ ասում, փորձառությունից գուցե ուրիշների։ Մենք թեմայից մի քիչ շեղվել ենք։ Օրինակ թեման պատմություններ, սովետական ինչ-որ բաների մասներ, քան որ մենք գիտեինք, ես ասի լրացիչ SS բաներն էլ կգրել։ Ասել գրել էր, դա ընդհանրապես չէր գնահատվել, ասել էին ինչ-որ կա։ Այս պիտի։ Այս Բայց շատ, ես ուզում եի ձեզ նման հարց տալ, Իսպանիա միջնադարից ի վեր հայտնի է եղել իր կանոնիկությամբ, սխոլաստիկայով, կրոնական, եւ իրենց մոտ այդ ասվածա ու վերջ, այդպես է նա։ Ես կարծում եի, թե հիմա պիտի վերջը, դեմոկրատիա, աշխարհ, փոփոխությունները նպաստեր իրենց ժողովրդի այդ ավելի ազատ դեմոկրատ կեցվածքին, բայց հիմա ձեր խոսքից հասկանում եմ, իրենց դպրոցը իրականում մնացել է մեր համեմատ, իմ գոնե պատկերացրած դպրոցի մոդելի համեմատ, իրենց դպրոցը թույլ է։ Ընդհանուր իրենց համակարգը, իմ համար թույլ է, բայց այնպես չի, որ հիմա մեր համակարգը շատ ուժեղ է, մեր համակարգը Սովետ միությունից այս 30 տարիների ընթացքում բավականին փլուզվել է, ուրիշ բաներ, որ կան լավ դպրոցներ, մի քանի ասենք բացառիկ ուսուցիչներ, բայց ընդհանուր գաղափարը դպրոցի չենք կարողացել, ես այդպես եմ կարծում պահպանել, որովհետև ես էլի շփվում եմ հիմա արդեն ավարտածների, կրթվածների զարգացման հետ, ինչ որ չափով այսպես ասած զարգացած եւ հենց քրականության գծով ես տեսնում եմ եւ իրենց հրապարակները եւ տեսնում եմ իրենց հետաքրքրող թեմաները եւ իրենց խոսելու կուլտուրան եւ դա շատ բան ասում է այդ տարիների մասին, որ եղել են հետսովետական, հա? Ես չեմ ասում սովետական դպրոցի մոդելը, հա, շատ վատ բաներ ուներ, բայց կարող է մեր սերունդը մենք ասում ենք sense կորսված սերունդ, որովհետեւ մենք մեզ ներկայացնելու մեջ ենք շատ վատ, մենք մեր վախերի մեջ ենք, մեր այդ կասկածների մեջ ենք շատ, այս սերունդը շատ ավելի պրագմատիկ, ավելի ռացիոնալիստ սերունդ է, նաև այս հիմիկվան նորերը, բայց իրենք շատ ավելի դատարկ են, ուղղակի երբեմն շատ ավելի բարձր հնչում են, ու իրենք շատ ավելի վստահ են իրենց վրա, այդ վստահությունը իրենց կրկնակինատալի, քան այդ մեր լիքությունը, հա, որովհետև իրականում իրենք իրենց ավելի լավ են վաճառում, կոպիտ բառով ասած, քան թե նույն իմ սերնդի իմացողը։ Այնտեղ հիմա մի հատ, օրինակ, ի տարբերություն մեզ, միջին իմ տարիքի իսպանացին չգիտի այլ լեզու, իրեն դա պետք չի եկել երբևիցե։ Եկել են, ունեն անգլերենի իմացություն, այն մարդիկ ում չի բավարարել Իսպանիայի, այսպես ասած, վիճակը եւ մի փոքր ավելին են ուզել իրենց խոպանը, եթե մեր խոպանը Ռուսաստանն է, իրենց խոպանը Անգլիան է եղել եւ էլի դեպի Ամերիկա կա, իրենք միայն այդ սերունդը գիտի, բայց հիմա արդեն 10 տարի երևի կա մոդել բիլինգվալ դպրոցի, մի քիչ ծայրահեղորեն երևի, երկլեզու դպրոց, ոնց որ մեր անգլիական թեկումովներն է, որ այնտեղ բարձր նեղորներով երեխեքներ հիմնականում կամ մնում կամ մասնավոր եւ արդեն բայց ավագ դպրոցում, միջին ավագ դպրոցում իրեն առարկաներ կա, որ միայն անգլերեն են ասում։ Բայց անցած օրը հենց այդ իրենց մեկից իսպանացիներ ասել
այնպես չի էլի որ իրենք անցնում են դա, ուրեմն իրենք այդ առարկան լավ գիտեն, ասած այդ էլ փչացնում է, այդ էլ չգիտեմ, նա այդ մի քիչ կախված դպրոցի ունեն նոր սերունդը հա, ունի անպայման այդ անգլերեն, ոնց որ մեր երեխեքն էլ անգլերեն ավելի լավ գիտեն, քան հայերեն, երևի իրենցից էլ ավելի լավ, չգիտեմ, ես առաջ մտածում եմ, որ իրենք շատ հարակուսի մտածող, չձգտող են, բայց հիմա տեսնում եմ, որ երեխեքը ձգտող են, երեխեքը բոլոր տեղերում նմանվել են իրար են նման, ի տարբերություն մեր երեխաների ուղղակի, մեր երեխաները շատ արագ են հասունացած, մեր երեխաները մի քիչ իրենց տարիքից մեծ են, ոչ միայն իրենց, երբ հոգսն է տենց հարել, մի քիչ մեծացած փոքրացած էլ ունեն, իրենք շատ մանկական են, շատ մանկական, շատ ես կուզենայի այդ պարզությունը, ճիշտ է իրանք կարող է 14-ից սկսած հասուն կյանքով ապրեն և ունենան զուգընկեր նաև ինչ-որ, բայց նորմալ ընտանիքներում այդպես չի, մի քիչ ավելի մեծ տարիքից է սկսվում, բայց իրենք մինչև 14, ասենք եթե վերջ 14 տարեկան, միջին կիսկանացու երեխան շատ միամիտ է մեր երեխաներին, ինքը կարող է երջանկանա, ասենք ոնց պատկերավոր ասեմ, ասենք իր տատիկը իր օրավա արդիվ, ծննդյան օր չէ, անվան օր ես կանեն տեղ, չգիտեմ, սուրբերի օրեր և այլ, այսպես երկու հատ են, որ մենք չինական խանութներում կամ խանութում ծախում են 10 դրամանոց ժելե կանֆետիկները, չէ, այդ կանֆետի տոպրակը բերի ինձ սույս տասի, տես տատիկս, իմ օրվա արդիվ, ինձ ծաղ նվիրել ու ինքը դրանից երջանկանա, աշակերտուհի ունեի, որ մեր ժամանակ են տամագոչ պուճուրիկ ինչ խաղիկներ էին, որ պիտի կերակրեր իրենց, մի անգամ ինձ բերեց, ասեց, իմ մայրիկը ինձ ասել է, որ ես իրեն կերակրեմ, որպեսզի իմ պատասխանատվության զգացումը մեծանա, որ ես հետո կարողանամ շունիկ ունեմ։ Ոնց մտավոր է տալուցել մի քիչ։ Չէ, մի քիչ չէ, բայց լավ են։ անկեղծ պարկ չէ, բայց այնքան լավն են։ Բայց այդ համտությունը գերեզմա։ Ես այնքան կուզենամ, որ մեր երեխեք օրինակ 10-12, որովհետև ավելի անհոգ ու հանգիստ։ Անհոգ է մեծանում, ճիշտ է։ Բայց ես ինչ որ պատկերացնում եմ, օրինակ երկու շատ մեծ բան, շատ ուրիշ ձև է Իսպանիայում պատկերացնում եմ, որ իրենք բոլոր այսպես սևահեր, այսպես ֆլամենկոյոտ, չգիտեմ ինչեր են, և գնացի բոլոր աշակերտուները 90% շիկա չէ, պեպելնի մազեր, որ մենք իրազում ենք ձեզ մազերով, խակի կանաչ աչքերով, նուրբիկ, Հեչ իսպանուհի չէ, բայց իսպանացի են, էլի իրականում բայց կարմեններ չեն, շատ հանգիստ են, իրենք չունեն օրինակ այդ մեր ոնց ասեմ, ձևական պաթետիկան վիճակներ, ես ունեցել եմ աշակերտներ, որ ասենք վիրահատություն օնկոլոգ աշակերտ ունեմ բժիշկ, որ շատ սիրում հարգում եմ իրեն, լավ ընկերն է ընտանիքի մեր, ինքը և կինը, ասենք երբևիցե ես իրեն կարող եմ այնպես, ինձնից մեծ է, էլի մի 20 տարի, այնպեսի նկատողություն անեի դաշնամուրի, որ Հայաստանում ինձ չէի թույլ տա այդպես, ասենք, խոսել անվանի կամ անվանի բժշկի հետ, որ կյանքեր է փրկում, մի անգամ էլ քարոզներ ուղարկել է իրեն, ասում եմ, խայտ առակ եղա, խայտ առակ, ասում եմ, ես ամբողջ կյանք, ես օֆիսի, ես եմ թելադրում, ասում եմ, մեկ էլ գնահատական եմ, կամ խարակտերիստիկաներ էր, բավարար, ոնց որ վատ, ասում եմ, խայտ առակ եղա, ասում եմ, քարտուղարուին էլ բացեց ու կարտում է գնահատական։ Մաթեմատիկա 2, մայրենի 2, ձերքի աշխատանքի 2, Ֆիզկուլտուրա 5։ Բայց խաղաղ են, շատ խաղաղ են, հոգով իրենք խաղաղ են, ես կուզենայի մեր երկրում այնպիսի վիճակ լիներ, որ մենք է խաղաղ լինենք, մենք այդպես մենք շատ քաղաքականացված մենք մեր էներգիան, մեր պոտենցիալը, մեր գենետիկ պոտենցիալը շատ մեծ է, բայց մենք շատ լարված ու ներվային ենք բոլորը շատ ոնց որ սխոցի վրա ենք, որտեղ մեր կյանքը մեզ է ստիպում է անդադ մենք պտտվենք, մենք պետք է իսկ իրանք հանգիստ, ոչ մեկին չունեն ապացուցելու, ծնողներս
չեն գալիս sense բաներով։ Ես երբևիցե չեմ տեսել, որ իմ դասախոս ծնողներ ունեն իրենց խնամքին, արտաքին խնամվածքին շատ լավ կանա, բայց երբևիցե որևէ մեկին չեմ տեսել իր արտաքինը այդքան կարևորի, ինչքան մենք ենք մեր ծնողները։ Ամեն դեպքում արտաքինն ու ներքինը հակադարձ այնտեղ ազնվություն կա եւ մարդկային հարաբերություններում, այո, շատ բան է, որ այնտեղ շատ կան ընտանիքներ բաժանված, բայց այդ բաժանված ընտանիքներում մեծ մասը իրար հարգում են, եւ մայրն է բերում երեխային դպրոց տանում, եւ հայրն է բերում երեխային դպրոց տանում, եւ մայր ու հայրը թեպուզ բաժանեն, իրար հետ կապի մեջ են երեխայի համար։ Այնտեղ աջանությունները Շատ են, բայց ասում եմ, քանի որ երկիրը պարտադրում է իրենց շփումը, իրենք պարտադիր հավասար իրենց հայրությունը, հայրությունը անում են, կապ չունի ում հետ է ապրում երեխան։ Ամեն բաժանված ամուսնու դեպքում անպայման պիտի մի շաբաթ անցկացնի մամայի հետ, մյուսը պապայի հետ, կապ չունի ինքը ում հետ է ապրում։ Ինքը երկուսի տանն էլ պիտի իր սենյակը ունենա։ Իհարկե մեր Հայաստանի համար մի քիչ այդ պայմանները անհնար են, բայց դրանից է նաև իրանց խաղաղությունը գալի, որտեղ ինքը եւ իր մամային է սիրում, եւ իր պապային բացառիկ դեպքեր եմ ես տեսել, ամեն ընտանիք ունեի, որ այդպես է կոնֆլիկտային են։ Մնացած բոլոր դեպքերում երեխաները եւ մամայի հետ են շփվել, եւ պապայի եւ երկուսին սիրել են, ինչը որ ամենակարևորը, ու երկուսը սիրել են երեխային։ Ոչ մեկ չի մեղադրել մեկը մյուսին, ոչ մեկ մեր մոտ այդ հարաբերությունները ավելի անազնիվ են կարծիքով։